այսօր կտրիչի դատն է եւ արդեն ճիշտ ասած մի կես ժամ է սկսել է եւ անդիմությունը երեք արդեն հայտարարում էր էլի որ պետք է անպայման մեջկուտիկունք լինեն կտրիչին դե գիտեք ինձ համար էլ զարմանալի չի այս անդիմության բարոյական աստիճանը որտեվ իրանք ուզում են մեջկուտիկունք լինել եւ մի հատ էլ այս ամենը անվանում են աննախադեպ հա բայց մոռանում են ասեն որ այս մարդը ախպեր ջան այն որ ասում դրժել է իր երթումը Աստծո հանդեպ որ պետք է լինի կուսակրոն ծառայի հայ առաքելական եկեղեցուն եւ իր ժողովրդին հա եւ գնացե սեռական հարաբերություններ է ունեցե լայտի քիչա մի հատ էլ երեխա է ունեցել այդ ամենի հետևանքով հա ու էտիլ մի հատ էլ քիչա մնացել է կաթողիկոսի աթոռին եւ սկսել են որ ասում ապուշի տեղ դնել իր ժողովրդին մտում մեզ էլ պետք է հոգեվոր բան դաստա հա հոգեվոր հայր ընդհանրապես հոգեվոր ինչ են ասում հոգեվոր հայր որտեվ հոգեվոր դասը իրանք են տարել բայց ինքը ինչ պետք է մեզի հոգեվոր դաստա եթե ինքը մերժել է Աստծո հանդեպ իր խոստումը հա ու որ նա չի մերժում այս ամենը հա դա խոսում է նրա մասին որ այո դες բան կա չնայած ես անձամբ ինքս բարձրաձայնել եմ ավելի ուրիշ հարցեր ավելի ուրիշ խնդիրներ հա ոչ թե հենց այդ երեխա ունենալու փաստը ես ժամանակին բազմաթիվ անգամ բարձրաձայնել եմ այն խնդիրների մասին որ հայ առաքելական եկեղեցու սպասավորները հա մանավանդ են վերին խավը այսպես կոչված չեն կատարել իրենց առաքելությունը նախ առաջի հերթին նրանք վաճառել են Աստծո օրհնությունը ժողովրդին դու սրա մասին մենք բազմաթիվ անգամ խոսացել ենք այդ արարողություններին ֆիքսված գումարները հազար անգամ եւս խոսացել ենք այն մասին որ անգամ չգիտեմ թե մի առաջնորդներ քահանաներ նշանակելուց բավականին մեծ գումարներ են այդտեղ ֆռացրել մենք այն օրը վիդեո դրինք թե ինչպես են հայ առաքելական եկեղեցում չգիտեմ ընդ շաշլիշնիկ մանգալի չգիտեմ խորոված անող մանգալի մեջ ինչ որ sense բիսեդկի նման նստելու տեղեր են սարքել որ նստեն ու տեն խմեն քեֆանեն բայց բանը օծված խաչը դուսը գցած է դրաշի գցած է եւ գցենք իշխան ու իշխան շուն ու շանգյալ կեթա իրանց կարիքները կհոգա այդ օծված խաչի վրա միայն Աստված գիտի էլի մենակ հարց ընդեք ինձ հայները չեն ինքան հային չուզող կա դե ընդ Մոսկվա տեղա եւ ոչ մի արձագանք ոչ մի բան բազմաթիվ խնդիրներ աղանդավորների աճ Հայաստանում օտար ինչ որ կրոնական աճեր Հայաստանում հա ասեն որ ասում գիտեք ինչ կա ամեն կրոնին էլ մենք հարգում ենք բայց երբ որ մեր երկրում հայ մարդը օտար կրոնի հետևորդ է դառնում դա արդեն նշանակում է որ տվյալ մարդիկ թերանում են իրանց աշխատանքի մեջ իրանք ընդհանրապես աշխատանք չեն անում ու իրանց մաֆիային սարքել են չգիտեմ ինչ կենտրոն բիզնես կենտրոն եւ այսքանից հետո մենք այդ հանք աջակցեք բան ուրեմն չգիտեմ ցավում եմ ձեր բարոյական աստիճանի վրա հա չնայած ես հասկանում եմ ինչա Նարեկ Կարապետյանը պաշտպանում օրինակ Նարեկ Կարապետյանը այսքան բանի համար կարա պաշտպանի օրինակ սրա համար դիտեք ինքներդ հա դե հոպարնա հոպարի կիննա բան եկեղեցիում խփած սրանք կանգնեն բերանները կբացեն հա իրանց համար սա նորմալ է որ եկեղեցու մեջ պետք է լինի չգիտեմ ընդ գործարարի նկարը եւ իր կնոջ նկարը իրանց համար դա նորմալ է դե իհարկե նորմալ հայ մարդու համար դա նորմալ չի քրիստոնյայի համար դա ընդհանրապես աննորմալություն է եւ սրբապղծություն է հա եւ այլն նույն այսպես կոչված Տավուշի մարզի պատմությունը այն ինչը որ պատմեց Հայկ Կոնջոյանը դա հայտարարություն է ժողովուրդ ջան եւ իհարկե ես իմ կապերով հետաքրքրվեցի պարզվեց դա իրականություն է ուրեմն եկեք ով որ չգիտի գիտեք չէ Տավուշի մարզում որ եկեղեցի են բացում հա ու Հովիկ Աբովյանը հայտնվում է սրբերի նկարների կողքին չգիտես ինչու իրանք որոշել են որ դա լավ բան է եւ հիմա ես գիտեք ինչ եմ ուզում ասեմ եկեք մի հատ հələ հասկանանք թե որն է մեր խնդրեմը ինչու ենք մենք պարտվում ոչ թե պարտվում այ անհաջողություններ գրանցում իսկ մեր նույն չգիտեմ թշնամիները միշտ հաջողություններ են գրանցում նույն թուրքերը դուք պատկերացնում եք թուրքերի չգիտեմ սարփերի կողքին տանային դնեին ինչ որ մի մարզպետի նկար բան
կբռնեին շակալակրով կսարքեին իրան էլ, իրա տնեցիկին էլ, այդ նկարը նկարողին էլ, իրանց հոգևոր առաջնորդին էլ, այդ նկարը չգիտեմ պատին մեխողին էլ կամ չգիտեմ կնոպկով են դնում կնոպկա տո այդ մեխ սարքողին էլ կբռնեին շակալակրով կսարքեին ու չգիտեմ տեղով ցեղով սաղին վարի կտային կկտրտեին կմորթեին չգիտեմ ինչ կանեին մատաղ կանեին կտային շներին հասկանում եք, մեր մոտ անբարոյական վիճակ է, նկարիչը անբարոյական, թույլ տվողը անբարոյական, նկար կպցնողը անբարոյական, այդ իհարկե բոլոր իմացողները եւ դրա հետ կապ ունեցողները նկատի ունեն իմացող ու թույլ տվող ում ձեռը մի բան կար խանգարել ու չի խանգարել անբարոյական է այսինքն թե համաձայն ես եղել այդ ամեն ինչը դու սարփապիղծ մարդ ես հա սրա այսինքն էսի մենք չենք էլ կարա սա քննարկենք սա հայտարարություն է սա քննարկելու հա եւ այս ամեն ինչը Հայաստանում մարսել են օրինակ եթե մեր հարևան Պարսկաստանում լիներ կբռնեին կռանով կբարձնեին չգիտեմ իրանց հրապարակում կկախեին սաղի օբշակով հոգեվոր այդ իրանց ամեն ինչով հա եւ սաղին վարի կտային չգիտեմ Աղվանստանալներ քարելով գլուխը կջարդեին եւ այլն իսկ մեր մոտ լրիվ սենց բաց թողի վիճակ է ոչ միայն կարաս տանես նկարը դնես քեզի դնես սրբի տեղ այ նաև կարաս չգիտեմ եթե սկայֆավատները լինես աղջիկի հետ երեխեք էլ կարաս ունենաս բան բայց այդքանով հանդերձ լինես հոգևոր հայր այդքանով հանդերձ լինես երկրի գլխավոր կաթողիկոսը ամենայն հայրոց լինես ամեն ինչը նորմալ է իրանց համար կամ տանես չգիտեմ նկարներ խփես եկեղեցուն որպես բարերարը չգիտեմ փողա տվե տանեմ նկարը խփեմ եկեղեցու մեջ հա այսպիսի հայտարարություններ միայն մեր մոտ կարա լինի եւ մենք այսպես երկիր չենք կարա պահենք ժողովուրդ ջան Եվ ոչ միայն եկեղեցու հետ կապված եւ այս ընդդիմության հետ կա օրինակ այս նույն ընդդիմությունը միայն Հայաստանում կարող է լինի որ մարդիկ տարիներով բռնեն կեղեքեն մեզ էլ մեր երկիրն էլ մեր երեխեքի ապագան էլ եւ այս մարդիկ էլի այդքան ձեն տան սրանց կողեն տանեն ընդդիման խորհրդարան հա նույն օրինակ Այսպես կոչված Էդգար Ղազարյանը, նույնիսկ Էդգար Ղազարյանը նայեք ինչ անում։ Այս մարդուն ինչ ուզում եք կարա կասեք, իրավունք ունեք, ախպեր ջան։ Ուրեմն այս մարդուն ձեն եք տվե, հա, այս, չգիտեմ, այս անբարոյականին, սրան արխային ինչ ուզում եք ասեք։ Այս անբարոյականին ձեն են տվե, տարեք օխել են խորհրդարան, այս տուֆտեն հելել է, ուրեմն խորհրդարանի մեջ մթոն պոնտեր է բռնում, չգիտեմ, Վահագն Ալեքսանյանի վրա։ Դուք պատկերացնում եք սրա հիվանդ հոգեկան վիճակը, ասма միկրոֆոնը միացնեն, ինքն դես էս նստի։ Ապեր ջան, դու այդ ձև պոնտեր չես բռնում, Վահագն Ալեքսանյանի վրա։ Դա նախ ազգային ժողովն է, ազգի ժողովն է, արա։ Այդ մի ասել էի, դու այդ քո պավասկով կայֆավատ ես ըլում հայ ժողովրդի վրա։ Այս դուք ում եք ղրգե։ Դուք մի պատկերացնում եք, դուք ձեր ձենը ում եք տվել։ Դուք вообще, ես չգիտեմ, դուք ձեզ չգիտեմ գնացեք ձեռներդ կադրեք ախպեր ես չգիտեմ ինչ ասեմ դուք փող եք վեկալե սրան ընտրել եք կամ ով սարտանցա սրան ընտրել Էդգար Ղազարյանին ընտրողը կամ պետք է ինքը իր երեխուց էթա հենց մի ներողություն խնդրի որ սրա նման անբարոյական ազնվորությանը ընդհանրապես թույլ է իր ձեռով տարե դրելա ազգային ժողով որ ազգային ժողովից նստի ձեր վրա կայֆավատ լինի այսօր ինքը ձեր վրա է կայֆավատ լինի ոչ թե Վահագն Ալեքսանյանի վրա դուք իրան ղրգել եք ինքը որ հարց լուծի ազգի համար կարևոր թեմաները քննարկեն օրենքներ ընդունեն շտկումներ անեն առողջ բանավեճանի գնացած թե ասма միկրոֆոնը միացեք ես նստեմ ես նա մտածում եմ ինչ պետք է ասեմ կայֆավատալն պոնտա իր արևին բռնում էլի բայց իրականում ձեր վրա է կայֆավատալն մանավանդ նրանց ովքեր որ սրան ձեն են տվել ժողովուրդ ջան սա հիշեք սա է իրականությունը սա է մեր ազգի վիճակը ինչ վերաբերվում է մնացած այն այսպես կոչված ռուսիկ լվացողներին ամեն ինչ անում է Ռուսաստանը չէ ամեն ինչ անում է որ Հայաստանին պահել իր կոշիկի տակ ձեռքի տակ չէ կոշիկի տակ ոտի տակ հա եւ այսքանից հետո նորից կհայտնվեն այս նույն մարդիկ եւ իրենց եթերներով կփորձեն ինչ որ հայ ժողովրդի մեջ ինչ որ իլյուզիաներ տարածել, ինչ որ պաշտպանել Ռուսաստանին, այս ամենը ինչը որ բերեց այդ մարդը, ընդե նստած մարդը իր երկրի գլխին, այլ չասեմ, հա, եւ այսքանից հետո նորից կշարունակեն պնդել, որ Հայաստանը պետք է լինի անպայման Ռուսաստանի կոշիկի տակ, այս
լավ հələ ասում ես, էսի լավ խելքից թոփալա, էսի գլուխը չի աշխատում, անգրագետ գյադայա, հա, մի խոսքով ինչ ուզում եք ուղից կարակ ավելացնեք, ինչը որ քաղաքական գիտակցության հետ է կապված, հա, ապա կողից են դիտողները կան, լայքեր դնողներ կան, եւ սա մեր ազգի ամենամեծ խայտարակությունն ու դժբախտությունն է, ժողովուրդ ջան, ես ձեզ ասեմ, մենք այս գիտակցությամբ, եւ այս ընդդիմությամբ, ինչը որ ես ներկայացրեցի, մենք երկար չենք ցկելու։ Մեր պետությունը ապագա չի կարող ունենալ այսպիսի ընդդիմությամբ եւ այսպիսի քարոզիչներով եւ այսպիսի մարդկանցով, ովքեր որ այս մարդկանց հետևում են, ինչ որ լայքեր են դա, գոնե թքեն մրեն ղրգին տներով այս մարդկանց քաղաքականապես եմ ես ասում իհարկե հակառակը ինչ որ աջակցում են, չգիտեմ, նենց ուրախանում են, այսքանով հանդերձ մենք ինչ ապագա պետք է ունենանք 120 միլիոնանոց թուրքերի արանքը, ուշադիր լսեք, 120 միլիոնանոց թուրքերի արանքը, սրան էլ գումարած ոչ մի բարեկամ չունենալով կողքներս, գիտեք, ռուսը մեր բարեկամը չի, այն ուզում Հայաստան ընդհանրապես մանրադրամ օգտագործել են հայկական տարածքը իրան ընդհանրապես պետք չի, ուզում է ինչքան հնարավոր է Հայաստանը, ոնց է սա պատմության մեջ արել է, մանրադրամ օգտագործել, ամեն անգամ կտոր վաճառելով Թուրքին, տեղի ինչ-որ մի բան Թուրքից պոկելով, հա, իրան չգիտեմ, մի հատ Յումրի էլ մնա հերիք, հանդե մի հատ ռազմաբազա ունենա, այնքան որ այն որ ասում է բան, էլի ազդեցության կետ, հա, դա էլ արել է, էլի sense տարիներ, դարեր շարունակ, հա, մի հատ ազդեցության կետ էլ մնա, դա լավ է իր համար։ Դաժե Արցախը էնի չկարծավ, բայր ենվա, որ խոսքեր տվե զորքերի, դու կարծում եք էնի ուզում էր տենց միանգամից թողեր, դա, չէ, պրոստեն ինքը ինքան էր թուրքցե, ռուբան թուրքը քացով տվեց ворին, հանեց ղրգեց տուն։ Այն որ Արցախը ինքը արեց, որ Հայաստանը պարտավ, դա փաստ է, դա 100%-անոց բան է, իր ագենտներով հայկական էլի։ Դրա մասին դաժե խոսալ չի, պետք չի։ Այն որ ինքը արեց, որ Հայաստանը մտում խեղճնա, որ գանջերմուկի վրա, դա էլ 100%-անոց փաստ է, դրա վրա էլ ընդհանրապես բազար անելու կարիք չկա։ Ով որ չի բանը չի գիտակցում, չի տեսե չի հասկացել, դա իր խնդրեմն է, ինչ ուզում է թողանի, ինչ էլ նման թողն데 ղժղժա։ Իմ դարդը ուրիշ բան է, իմ դարդը իրանք չեն։ Այն որ ասում է իրանք տիրոջ մերն էլ հնդեղ, ժողովուրդ ջան, իմ դարդը այն է, որ իմ երկիրը այսպես ապագա չի կարող ունենալ, երբ որ տեսնում եմ, որ հայ ժողովուրդը կարող է ձեն տա թե ստականքներին, թե ընդդիմության մեջի անբարոյականներին, ում որ աջակցում է, իսկ նա գնում է խորհրդարան եւ խորհրդարանից ձեր վրա կայֆավա տալնում, բարից ուղիղ իմաստով անամոթի պես կամ այն նույն ընդդիմությունը, ով կարող է պաշտպանել մի մարդու, ով մերժել է Աստծո հանդեպ իր խոստումը, ով կեղեքել է մեր եկեղեցին, ով Աստծո օրհնությունը վաճառել է հայ ժողովրդի վրա, ով վաճառել է թեմի առաջնորդ լինելու այսպես կոչված պաշտոնները, հա, աթոռները, հա, եւ այլն, մի ընդդիմություն, որ բարոյականություն չունի, չի կարող ոչ մի օգուտ բերել հայ ժողովրդին, հա, մի իշխանություն, ով չի կարողանում պատժել երկրի հանցավորներին, հա, երկրի կեղեքիչներին, այդ իշխանությունն էլ չի կարող լինել հաջողված եւ այս երկուսի արդյունքում միայն մի բան է հնարավոր պետության կորուստը չկա ինչ-որ մի այս հրա համար եմ ասում են ամեն մի անկապ կտսրածի բանի տեղ մի դրեք եմ չգիտեմ մեկը ելն եմ Հայաստանա փրկում մեկը ելն եմ մտում ես տեղ այսօր եկել եմ պալատկա խփեմ նստեմ եկեք ինձ միացեք էսա այդանք փրկենք ոչ մեկ չի ասում արա դու ով ես որ քեզ միանանք ով ես դու ընդհանրապես քաղաքական ինչ ճամփա ունես անցած դու ինչ քաղաքական գիտելիքներ ունես դու ոնց կարաս Հայաստան փրկես դրա համար ամեն մի անկապ չգիտեմ որ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունի մի բերեք մի կապեք այս ժողովրդի խելքի ջանին այս երկրի ջանին մենք տեղից օթից անկախություն ենք օթից անկախություն ենք ձեռ բերել գոնե գուրգուրենք գոնե ուժեղացնենք հզորացնենք բնում անկապ ինչ որ մեկը քելնի ապե ես բան եմ չգիտեմ մեկ փրկիչն եմ ձեր ես միատիկ մարդ եմ հա կողից թող ոչ մեկ չերևա ու գիտի քանի հատ մարդիկ եկան ստե այդ ձև ասին որ էսա չգիտեմ իրանց թիմակիցներին կասեն հա Լինդրուս ջան հեսա այսօր վաղը ընտրություն եղավ տենց էլ չիմացանք իրանց թմերը ովքեր էին ինչքան մարդ եղավ ստից թռան չեկան ինչքան մարդ հելավ անկապ բաներ արեցին ու ոչ
ոչ մի զերո արդյունք, ինչի արդյունք, որտեվ իրանք չեն կարող արդյունք գրանցեն, եթե իրանք իրաց կյանքով անարդյունավետ են, հասկանում եք, քաղաքական դաշտի մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Որտեվ մարդիկ հաճախ շփոթում են քաղաքական դաշտը, ինչ որ ազնական, ինչ որ միտե մարոժնու ցեխա դրե, մարոժնի արտադրե, $100 աշխատել ան, դե, էդի ուզում են համեմատեն, հա, իհարկե ես օրինակ եմ բերում, կամ գումարային ինչ որ մի բիզնես արածին ուզում են համեմատեն քաղաքական գործիչի հետ։ Անդե էլի դեպքեր կան, որ ընդհանրապես իրանից ոչ մի բան ներկայացնողն է ուզում, չգիտեմ, Հայաստանի ապագան փոխի, եւ այս ամեն ինչը ես միշտ ասում եմ, գլխավոր մեղավորը մենք ենք, որ ինչ որ մի բանի տեղ ենք դնում, մենք նկատի ունեմ ժողովուրդը, հենց որ նորից ասում եմ, կրթվեք քաղաքականապես, որ հետո գլխների չտակ, որտեվ հետագայում հայկական դրոշը կարող է մեր երկրում էլ չլինի, եւ դրա գլխավոր մեղավորը կլինեք դուք, որ հանդուրժել եք ու հանդուրժում եք երկրի դավաճաններին տանում մցնում եք խորհրդարան։ Այսօր այսքան աստեցություն, հաջողություն, հիմա էլ պետքա գնան կտրիչ աջակցեն։ Հələ տենանք ինչքան մարդ գեթակ աջակցին դե, դրանից էլ շատ բան կասի էլի, թե հայ մարդու, չնայած նրանք իրանց աշխատողներին զորով հանում տանում են, էդ էլ մոմենտ չի, մենք բոլորս ամեն ինչ հասկանում ենք, բայց պրոստը ես գիտեմ, որ մարդիկ կան, որ իսարտան սենց հայտարարություն արա, գնացեք բարոյականություն սովորեք, գնացեք աստվածաշունչ մի հատ կարդացեք, մի հատ իմացեք ինչ է նշանակում կուսակրոն լինելը, մի հատ եկեղեցի մտել եք, դուք այսքան վաղ դուք տեսել եք եկեղեցում ինչ գներա ֆրաց, ես զարմանում եմ, որ մեկը քելիք ասի, այո մեր մոտ դες բան չէ, արա ձեր մոտ չեղի աշխարհի երկրի են մի մասում է դες բան եղել, կամ մենակ Հայաստանից դուրս համարյա բոլոր տեղերը այդ ձև ա եղել, փողով ա եղել, չգիտեք որ տենց է, եթե չգիտեք ուրեմն դուք մուտիլով չեք, դուք մուտիտ եք անում, խափում եք, լավ էլ գիտեք, ստեցություն հաջողություն։